Սարտիգեի եկեղեցին, մեռած եկեղեցին։ Հայտնություն Հովանու 3-րդ գլխում առաջին համարեն այսպես կգարտանք. Սարտիգեի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրել, այսպես կսե անիգա, որ ունի Աստուծո 7 հոգիները ու 7 աստղերը։ Գիտեմ քու գործերդ, որ դու անուն ունիս թե գենթանի ես, բայց մեռած ես։ Արթուն գեցիր եւ հաստատե մնացած բաները, որոնք մեռնելու վրա են։ Վասնզի քու գործերդ Աստուծո առջև գադարյալ չի կդա։ Հիմա միտքդ բեր, թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր ու բահե եւ ապաշխարե։ Բայց եթե արթնալու չլաս, քողի պես քու վրա պիտի կամ ու փնա պիտի չգիտնաս, թե որ ժամուն քու վրա պիտի կամ։ Սակայն քանի անձեր ունիս Սարտիգեի մեջ, որոնք իրենց հանդերձները չաղդոտեցին եւ ջերմակներով պիտի բդդին ինձի հետ, քանզի արժանի են։ Ան որ գահախտե ջերմակներ պիտի հագնի ու ես անոր անունը գենաց կրկեն պիտի չավրեմ եւ անոր անունը պիտի թավանին իմ հորս առջև ու անոր հրեշտակներուն առջև։ Ան որ ագանջ ունի թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցին։ Սիրելիներ, երբ Հիսուս Քրիստոսի եկեղեցին Երուսաղեմեն դուրս ելավ, սիրության ըլլալով հալածանքի պատճառով եկեղեցին երբ ընդարձակվեցավ, եկեղեցին քնած եւ մտավ հեթանոսած աշխարհին մեջ։ Եվ Երուսաղեմեն դուրս ապաշխարողները հեթանոսութենե Քրիստոսի հետ հաշտված անձեր էին, որոնց կյանքը փոխվեցավ, բայց եւ այնպես եկեղեցու մեջ նաեւ մուտք գործեց հեթանոսած մշակույթը, սովորությունները, անոնց գարկմը մեղքերը եւ սկսավ մեկն ու մեկը ժամանակ առ ժամանակ Քրիստոսի եկեղեցու բատկերը աղավաղվիլ։ Երբեմն անոնք մեղքի պատճառով եւ երբեմն անոնք վարդապետական հարցերու պատճառով։ Անոր համար երբ որ մենք Պողոս Արաքյալի նամակները կգարտանք, կտեսնենք թե Պողոս Արաքյալ իր նամակներուն մեծամասնությամբ քննարկում է, սրբակրում է եկեղեցու մեջ եղած, եկեղեցու մեջ մուտք գործած մեղքերը եւ վարդապետական խնդիրները։ Եվ այսպես սիրելիներ սերնդափոխության ընթացքին շատ եկեղեցիներ փոքր Ասիո մեջ գործընծուց իր առաքելությունը, գործընծուց իր քրիստոնեական աստեցությունը եւ հասավ մինչեւ այն աստիճանին, որ Հիսուս Քրիստոս Սարտիգեի եկեղեցու գսետ է անուն ունիս թե գենթանի ես, բայց մեռած ես։ Մեռած եկեղեցի բավականին ծանր վիճակ է եւ դժվար թեմա է։ Ես պիտի փորձեմ այս նյութը ներկայացնել մնալով Աստվածաշունչի մեջ, գուցե մեկ առօրյային օրինակ վերցնեմ կամ ոչ, բայց պիտի խոսիմ մնալով միայն Աստվածաշնչյան սահմանի մեջ։ Հիսուսի պատկամը մեռած եկեղեցու։ Սիրելիներ, Հիսուսի խոսքը իշխանություն ունի։ Ան մեռած եկեղեցու եւ մարդուն երկրորդ արիտ կուտա։ Գանքի կգանչե, կորձոնեության կգանչե։ Մեռած մարդուն հետ խոսիլը անմտություն է, չէ։ Ճիշտ է մեկը սուքի մեջ որպես մխիթարություն մերելին հետ կխոսի, բայց մերելը չի լսեր։ Բայց Հիսուսի խոսքը մեռած մարդուն, մեռած եկեղեցու երկրորդ արիտ մգուտա, գսկաստացնե։ Հիսուս երբեք չէ հետաքրքրված ֆիզիկական մահով։ Հավատացեք, մեր մահը, ասպես ճագերդի մեջ ասած, Հիսուսին չի հետաքրքրել։ Հիսուսին կհետաքրքրե հոգիի մահը, հավիտենական մահը։ Այս
կյանքը այն գարչ գամուրջն է, շատ գարչ գամուրջ մնե մեր կյանքը, որ մենք այդ գամուրջով կփոխադրվենք մեր հավիտենական կյանքին եւ կամ մեր հավիտենական մահվան։ Կյանքը շոկի կնմանցն է արաքյալը։ Շատ գարչ ժամանակ ինչպես գոլոշին գերևնա, նույնպես մեր կյանքը։ Մեր ավակ սերունդը իրենց աչքերը փակած են, ես ինձ շուրջս գնային եւ ինձի հետ 10 ընկերներ, կորձ ընկերներ, զինվորական ընկերներ արդեն ննչած են։ Մեկն ու մեկը ես ինձ ասում եմ, հագու կյանքիդ 2/3-ը ավարտած է։ Արդյոք Աստվածահաճո ապրած եմ, սիրելիներ կյանքը գարջ է եւ Հիսուս հետաքրքրված է մեր հավիտենական կյանքով։ Այս պատկամը արիթմն է, որ մենք սկսենք ճանչնալ Աստուծո Սուրբ Հոգին, այս պատկամի մեջ Սուրբ Հոգին մենք տեղ ունի եւ մեր հավիտենական հոգին։ Ցույց կտա մեզի։ Սուրբ Հոգին գխոսի մերելին, մերած եկեղեցվո, որովհետև ան Աստուծո հոգին է, որ կյանք կտա։ Մոտ օրեն մենք պիտի թիմավորենք հոգեկալուստը, եթե կաթողիկե եկեղեցվո աղոթներուն ծանոթացած եք, անոնք շատ կհիշեն այս արդիվ 104-րդ Սաղմոսի մեջ հիշված Սուրբ Հոգին խոսքը, որ գսե Հոգիդ կղրգես եւ անոնք կորոքվին, կստեղծվին եւ երկրի երեսը կնորոգվի։ Երսե ռուհակ տայետաջադդ, հոգիդ կղրգես, Սուրբ Հոգին մեզ կնորոգի։ Դեսեք, Հիսուս Քրիստոս այս եկեղեցվո ինչպես կներկայանա։ Այսպես գսե անիգա, որ Աստուծո 7 հոգիները ու 7 աստղերը ունի։ Հիսուս այս եկեղեցվո կներկայանա Սուրբ Հոգիով։ Աստուծո 7 հոգիները Աստուծո աներևույթ Սուրբ Հոգին է, որ կփնագի հավատացյալներու մեջ, այսինքն եկեղեցվո մեջ, Սուրբ Հոգին ունի Աստուծո ամբողջական լեցունությունը իր բոլոր հատկանիշներով եւ իսկությամբ։ Ան ամենուրեք է, ան ամենակետ է, ամենագարող է, կստեղծագործե, կսորվեցնե, կհայտնե, կհուշե, կբժշկե, կզորացնե, կդրտնի, որովհետև անձնավորություն է, կհերանա եւ իրեն մերժես։ Եվ շատ սխալ է, որ մենք ասենք, թե Սուրբ Հոգին ինչ է։ Քորե մենք որպես հավատացյալներ այս սխալ արտահայտություն ունենալու չենք, այլ մենք պետք է արտահայտվենք եւ ասենք Սուրբ Հոգին ով է։ Սուրբ Հոգին արարգաչ է, այլ անձնավորություն է։ Ով կրնա մերած մարդուն խոսին, միայն Աստուծո Սուրբ Հոգին։ Այս է պատճառը, որ Քրիստոս այս եկեղեցվո ներկայացավ իր 7 հոգիներով, որբեսի գրգին անգամ կենթանացնե Սարտիգեի եկեղեցին։ Եվ մենք այս արտահայտության մեջ կտեսնենք Սուրբ երրորդությունը, որ ասիկա աստվածաբանության մեջ շատ մեծ դեր կգրավե, ծեր մտքերը բայեցեք, սիրելիներ, աստվածաշունչի մեջ հատվածներ կան, համարներ կա, որ մեզի կներկայացնե 3-ը մեկում։ 3 անձնավորությունը, 1 արտահայտությամբ եւ 1 համարով։ Ես այս բանում Սուրբ երրորդության վարդապետության մասին խոսելու տեղ չունիմ, որովհետև մենք բոլորս Սուրբ երրորդության կհավատանք։ Ուրեմն սկսին խորասուզվել Սարտիգեի եկեղեցվո մեջ։ Արդյոք մերած եկեղեցի կա այս աշխարհի վրա։ Հարցում։ Եթե այսօր ասենք փակված եկեղեցի, ընդունելի է։ Շատ եկեղեցիներ կա զանազան երկիրներում մեջ փակված է։ Ձախված, վաճառքի դրված եկեղեցի։ Չգիտեմ, եթե լսած եք, ես հանդիպած եմ։ Եկեղեցին վաճառվեցավ։ Այս մեկը հավանաբար ներկայիս ընդունելի է, փակված, վաճառված եկեղեցի։ Բայց մերած եկեղեցի
Խոսքը ինչին է վերաբերվում, երբ Հիսուս ասում է, որ այս եկեղեցին, Սարտիգեի եկեղեցին մեռած է։ Այս եկեղեցու մասին Հիսուս Քրիստոս երբեք քովասանքի խոսք չի ներկայացուց, որովհետև չի գար։ Արդյոք եկեղեցիմը ընդունած է, արդյոք եկեղեցիմը ընդունում է, որ ինք մեռած է։ Չեմ կարծում։ Ինչու՞։ Որովհետև հոնգապաշտամունք, հոնգա եկեղեցական հավաք, եւ մարդիկ կտեսնեն, որ եկեղեցին փորձում է։ Մենք այսօր պիտի տեսնենք շատ ճշմարտություններ Հիսուսի աչքով։ Ոչ թե մարդիկ ինչպես կտեսնեն, ինչպես դնում են, այլ Հիսուս ինչպես կտեսնե։ Եթե ես այսօր անձիմը ասեմ, թե դու մեռած ես, ինձի ոնց կարծիք է, ոնց կպատասխանե։ Ես կգարձեմ, թե ինձի պիտի պատասխանե ժխտական։ Պիտի ասե, ուզում ես որ մեռնի, ով ես դու, որ ինձ ասում ես, որ ես մեռած եմ, խի սենց ես ասում, վիճաբանությունը գրնա ստեղծվի, բացասական, մարդու չի գրնա ասել, ոչ ասելու իրավունք ունի, որ դու մեռած ես։ Նույնպես ասիրեններ այսօր ոչ ոք իրավունք չունի ասելու, որ այս եկեղեցին մեռած է։ Ոչ եկեղեցականը պիտի ընդունի, ոչ եկեղեցու անդամները պիտի ընդունին, ոչ ալ իրավունքով է։ Ինչ հանգամանքով մեկը ասելու եթե աս եկեղեցին մեռած է։ Ով գրնա ասել աս եկեղեցին մեռած է։ Միայն Հիսուս Քրիստոս։ Ինչու՞։ Որովհետև Հիսուս Քրիստոս կտեսնե այն ինչ որ թաքուն է, ինչ որ մարդու ներսիտին է։ Անոր համար Հիսուս Քրիստոս կներկայանա Աստուծո 7 հոգիներով։ Հիսուս կճանչնա մարդուն իսկությունը եւ բոլոր հատկանիշները եւ գործերը։ Ուրեմն մենք այս մեռած եկեղեցու մասին ինչպես կրնանք խոսիլ, ինչպես կրնանք ճանչնալ, նայելով Աստուծո խոսքին։ Նոր գդագարանի մեջ 3 տեսակի մեռած մարդու գործոնեության քոյականներ կան Հիսուս Քրիստոսի բերնով։ Առաջինը ողջ մեռելներն են։ Մատթեոս 8:22-ի մեջ այսպես կգարտան։ Հիսուս ըսավ անոր անհատին. «Եկուր իմ ետևես ու թող դուր մեռելներուն, որ թաղեն իրենց մեռելներ»։ Հիսուս անձին ըսավ ետևես եկուր, ինձի աշակերտ եղիր։ Սա վարտաբետ ինձի հրաման դուր, որ երթամ եւ իմ հայրս թաղեմ։ Հիսուս ինչ պետք էր պատասխաներ։ Պատասխանեց եւ ըսավ թող դուր, որ մեռելները թաղեն իրենց մեռելները։ Հիսուս այդքան անփափկան նկատ չէր, որ չար դոներ իրեն հետևող անձին, որ երթա 2 օր եւ հուղարկավորություն անե։ Ուրեմն Հիսուսի խոսքերուն մեջ ինչպիսի իմաստ կա, ինչպես պետք է մեկնաբանենք, ինչպես կտեսնե Հիսուս, անոնք, որոնք վերստին ծնունդով հավիտենական կյանքը չեն ընդունած, Հիսուսի ճշմարիտ ուսուցումով անոնք ողջ մեռելներ են։ Այդ մարդիկը, որ չեն ապաշխարած, մահվան ճանապարհին են, բարձրապես ժամանակի խնդիր է։ Մարդը դատապարտված է մահվան, բայց սպասում է իր ժամանակին, բայց ինքը ողջ է։ Բայց Հիսուս խոսում է հոգիի կյանքին, հոգիի փրկության մասին։ Հիսուս իրեն մոտեցող օրենքի ուսուցիչին Նիկոդիմոսին ըսավ քեզի պետք է նորեն ծնալ։ Եվ այդ մարդը 80 տարեկանի մոտ ըլլալով ըսավ վարտաբետ, այսինքն հնարավոր բան է, որ ես մեկ հատ մորս որովայնը մտնեմ եւ մի հատ ծնանիմ։ Տեսեք սիրեներ, այսպիսի մտայնություն կա, դու խոսիս հոգևոր
մարդիկ կհասկանան մանրավոր, ասիկա մանավանդ հրեաներում և իսլամներում մեջ շատ կա, երբ որ անցմը աջաբարե իսլամին բգայած բաղուն և աջաբարելով, եթե այդ մասին մարզված չէ, տաստիարակված չէ, բիլիս է Հիսուս Աստուծո որդի է։ Գիտեք փորձարու իսլամներ ինչ կսեն, գսեն, ուրեմն Աստված գին ունի, ինձ է Հիսուսի քույրիկը ով է, դες դու խոսիս հոգևոր, ինքը կհասկանա մանրավոր, նույնպես Նիկոդիմոսին Հիսուսը քեզի պետք է նորեն ծնանի։ Դու ողջ մերել ես, բայց ես ուզում եմ, որ դու ողջ հավիտենական կյանք ունեցող լաս։ Ես ժամանակավորի մասին երբեք չէ որ գխոսին։ Այսինքն մարդիկ կան, որոնք ողջ մերելներ են։ Ամփոփ կերպով փորձեցի ներկայացնել։ Երկրորդ մերած կորձեր, որ կգտնվի Եբրայեցիս 6-րդ գլխուն առաջին համարի մեջ, ուր կգարտանք կսե, ուստի Քրիստոսի վրայով նախնական սորվելիքները ցկելով, կատարյալին կանք, առանց նորեն հիմ ցկելով մերած կորձերեն ապաշխարելու, առ Աստված հավատ ունենալու։ Սիրելիներ, գրոնական ասպարեզին մեջ իրավիճակ մգա, որ այդ կգոչվի մերած կորձեր։ Կորձը աշխատանք կա, բայց Քրիստոսի աչքին այդ մեկը մերած կորձեր են։ Եվ Աստվածաշունչին մեջ այս ճշմարտության օրինակները կան։ Օրինակ, որ առաջին տարը շատ դարաբեցավ թլփատությունը։ Օրինակ, օրինաբաշխությունը, օրինաբահությունը բամն է, օրինաբաշխությունը ուրիշ բամն է։ Օրինակ, նորը և հինը միաժամանակ հագվին։ Քրիստոնեական սկզբունքը, որ մենք մեր հին հագուստները կհանենք, մեր հին կյանքը կհանենք և նորը կհագվենք։ Խոսքը Քրիստոսի կյանքին և վարդապետության է։ Բայց երբեմն կտեսնենք մարդիկ, որ գուզեն հինին վրա նորը հագնել։ Եվ այս մեկը մարդուն կտանի մահվան և մերած կորձերու։ Օրինակ, մարդոց ավանդությունները իբրև վարդապետություն սորվեցնել և գիրարել։ Բավականին բարդ խնդիր է ավանդությունը, նամանավանդ ավանդաբաշխությունը։ Ավանդություն բարը ժխտական բարմը չէ, բամն է, որ քեզի փոխանցված է, բայց ան փոխանցված է մարդկային մտքով, օրվա գարիքեն պայմաններեն դուրսելելով։ Երբ որ դու մարդուն ավանդությունը գտիդես որպես վարդապետություն ժամանակի ընթացքին, անի քեզի կդանի դեղմը, որ դու այլևս չես տեսներ Աստուծո խոսքը, այլ կտեսնես մարդոց փոխանցած ավանդությունը։ Թլփատության օրինակը վերբի դառնեմ, որովհետև ուզում եմ Աստվածաշնչյան ձիրին մեջ մնալ։ Տեսեք ինչ պատահեցավ առաջին տարու մեջ։ Հրեա քրիստոնյաները երբ տեսան հեթանոսած ապաշխարությունը, որ անոնք դարձի եկան և իրենց ասին, թե ձեր ապաշխարությունը անվավեր է, ձեր ապաշխարությունը անփոխչական չէ, ինչու, որովհետև դուք չեք թլփատված։ Եթե դուք թլփատվիք, կհասնիք կատարելության, այսինքն ապաշխարություն, առավել թլփատություն հավասար է կատարյալ հաշտություն Աստուծո հետ։ Տեսեք սիրելիներ, թլփատությունը մարդու գործ է։ Մենք խոսում ենք մերած գործերու մասին։ Փրկության և քավության մեջ մարդու գործը դեղ չունի։ Ոչ մեկ բան չի կրնար հավասարիլ և մրցակցիլ այն շնորհքով եղած փրկության, որ Քրիստոս մեզի կուտա։ Եվ ուքա բանը անոր կմիանա ամփոխացնելու համար արդեն թուն անարգեցիր, անցը անարգեց Քրիստոսի շնորհած փրկությունը։
Բողոս Արաքյալ քաղաքացի 5-րդ գլխում երկրորդ համարի մեջ այսպես կգարտանք. Բողոս գսեմ ցեզի, եթե թլփատվիկ Քրիստոս ցեզի օգուտ մը չներ։ Նոր գդագարանը գխոսի սրդի թլփատության մասին, որ այդ միայն Քրիստոս կգադարե այրելու եւ գիներու։ Ճիշտ է, այսօր քրիստոնեական եկեղեցու մեջ թլփատության խնդիրը չի գա, բայց առաջին տարում մեջ մեծ խնդիր եղավ եւ ես ինչու այս օրինակը կներկայացնեմ, որովհետեւ իսկական թլփատության իմաստը մեր սրդերեն պետք է գդրվի մեղքը։ Եվ անիկա միայն Քրիստոս կնե եւ այդ մեկը այրելու եւ գիներու համար է։ Քաղաքացի նամակի մեջ այս ճշմարտությունը շատ բացահայտ կերպով ներկայացված է։ Մերած կորձեր կան սիրելիներ, որոնք օգուտ մը չեն ուներ։ Յուրաքանչյուր քրիստոնեական կորձոնեություն մեր հավատքի կորձերը, որ մենք կնենք սիրելիներ, հիմնված ըլլալու է 3 սյուներու վրա։ Խնդրեմ աս գեդերուն լավ ուշադրություն ըրեք։ Առաջին մեր կորձերուն շարժարիթը։ Ինչու գնենք այն ինչ որ գնենք։ Մեր սրդի շարժարիթը ինչ է։ Երկրորդ ինչ է այդ շարժարիթին մեջ մեր հավատքը։ Յուրաքանչյուր քրիստոնեական կորձ լինելու է հավատքով եղած կորձը կնշանակե հնազանդություն բադվերին։ Այն կորձը, որ ընելու ենք, այդ մեկը լինելու է բադվեր, մեր կողմանը այդ մեկը ըլլալու է հնազանդությամբ, որում մեջ հստակ դեսնվելու է փրկությունը։ Ես հաճախ երբեմն իմ քարոզիչ եղբայրներուս ասել եմ, որ ձեր քարոզին ջագադը, ձեր քարոզին հայլայթը, թակը Քրիստոսը լալու է։ Ինչ որթուն պիտի քարոզես արջևը լուսավոր գերբով Քրիստոս քարոզվելու է, տեսնվելու է։ Մենք կեցած ենք որպես Քրիստոսի աշակերտները Քրիստոսի փառքը քարոզելու, որպես քարոզիչ։ Եվ որպես Քրիստոսի աշակերտներ ամեն մի գործունեության մեջ տեսնվելու է Քրիստոս։ Ինչ որ անում ենք Քրիստոսի անունով անում ենք, ինչ որ անում ենք Քրիստոսի փառքին համար անում ենք։ Շարժարիթ, հավատք եւ երրորդ մեր գործերու մեջ սիրելիներ հստակ ըլլալու է վարդապետություն։ Մեր գործունեությունները հիմնված ըլլալու են Քրիստոսի ուսուցումին վրա։ Ինչ որ մենք կնենք, արդյոք այդ մեկը Քրիստոսի ուսուցումն է։ Վնասյունիտ ինձ իմը դիգրեք։ Հիմա մենք կաղոտենք ինքը ջիչոցը ինչի կպոխվի ուրախության և հանդարտության։ Օրինակը, որ գուզեմ վերցնել այսօր մենք, որ Հայաստանի և Քոդայքի շրջանի մեջն ենք, տեսեք սիրելիներ, բարձրապես պիտի ներկայացնեմ որպես լուսապարություն և ոչ մեկ քննադատություն կամ գոմնակցություն։ Ես կհասկնամ, որ ես այսօր իմ պատգամիս մեջ խոսում եմ սկզբունքներու մասին, բայց օրինակ բերելն այդ սկզբունքների մեկնաբանությունը թյուրացնում է։ Մոտ ադենեն մեր մոտ հադիս լերան վրա պիտ տեղադրվի Հիսուսի արձանը։ Եվ բավական խոսքեր կան, ճիշտ է սխալ է, երազ տեսնողներ կան, կհաչողի կան ոչ, եւ ինձի արգարցի։ Եղբայր Ագոբ հետաքրքիր է էսպես հարցնեցա, որ գոմն ես։ Այոյի կամ ոչի տրական թե ժխտական գոմն ես։ Ինչ պետք է պատասխանվի։ Ոչ թե Հագոբը ինչ կսե, ոչ թե իմ գարձիկս ինչ է, որու ինչ իմ գարձիկը, ով ես տուն, Հագոբ, ով ես, ինչ կներկայացնես, քեզի ինչ,
Բայց ինչ կսե Աստվածաշունչը։ Ուրեմն հարցը ներկայացնողին ասի թե հարկելի հավատացյալ այս արձանը որ պիտի դեղաթրվի շարժարիթը ինչ է դեղատրողին շարժարիթը ինչ է ինչու կդեղատրե հավատքի գործը չնշեցի ապա ասի վարդապետությունը ինչ է Սուրբ Գիրքը այս դեսակ աշխատանքի նկատմամբ ինչ պատվեր ունի Եկեղեցին ինչ կսե դուն ինչ կսես Հիմա տեսեք Հայաստանը Փառք Աստծո մեր երկիրը մեզի հասած ժառանգությունով մշակութային ժառանգությունով մենք հարստություն ունենք մի բան որ աշխարհի մեջ եզակի դեր կգրավե ինչն է այդ խաչքար Երբ Տիրոջ աշխարհի ամեն տեղ որ հայկական եկեղեցիներ կան խաչքարը կա Ադիգա մի քանի վկայություն ունի կվկայե մեր հավատքը կվկայե մեր հայկական մշակույթը լավ բան է Հիմա ասի խաչը թե խաչյալ որն է մարդուն փրկությունը խաչյալն է Մենք կարոզում ենք խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս Իսկ վարդապետությունը որ առանց Քրիստոսի զոհաբերության որ խաչապայտին վրա տեղի ունեցավ փրկություն չի գա Հիմա ասի որ խաչը կդեղաթրվի շարժարիթը ինչ է դա ինձ չի վերաբերել դեղատրողին կվերաբեր ինչու գտնե ադիգա իր քիտնալիք Հիմա կանք վարդապետություն Ինչ է վարդապետությունը Կսե ասի այսպես հսավ, անի այդպես հսավ, մույսը այդպես հսավ, որովհետև ոմանք տեսնում են որպես արձան, բայց ոմանք տեսնում են մեր հավատքի առաջնորդը, քննադատություն կա, քաչալերանք կա, ոմանք ուրախ են, ոմանք ուրախ չեն, ասի ես քեզի բանը գիտես Սի մեր եկեղեցիներում մեջ Հիսուսի պատկերը գա ասեց այո գդավի վրա այո Հիմա եկեղեցու մեջ Հիսուսի պատկերի ներկայությունը խնդիր է ինձ համար խնդիր չէ Գիտեք ինչու որ ես տեսնում եմ իմ փրկիչս հիշում եմ նորոգվում եմ ասկի առաջ Մարիամի օրինակը դրվից ես Հիմա ասի Հիսուսի նկարը Բատկերը գդավի վրա ընդունելի է, քարի վրա ընդունելի չէ, մենք նյութերով հետաքրքրված ենք, թե իմաստը, նպատակը ինչ է, տեսեք սիրելիներ, ես այսօր այս բանուն հոսք գեցած եմ, փոխանցելու Աստուծո խոսքը, որ մենք մերած գործերու մեջ չի գտնվենք, որբեսի մեր ամեն մի աշխատանքը հավատքի եւ ծառայությունը ունենա շարժարիթ Քրիստոսի փառքին համար ընենք հավատքով խոսքին հնազանդելով եւ վարդապետությամբ հետևելով Քրիստոսի ուսուցումին այսօր ավետարանչության շատ միջոցներ կան դուք երբեք տեսած եք ամերիկյան գեղձ դոլար մարդու Նախագահային նկարին փոխարեն հոն Հիսուսը տրած Եվ ամերիկացի հավատացյալներ ասիկա ինչու պատրաստեցին ու կան գսեն դոլար գուզես թուն գնայ Հիսուսի նկարն է Կսե Հիսուս է քո քրգիչը Թարցուր միս կոմը դες դոլարին ետևին ինչ գրված է ինգատ ուտրաս մենք Աստուծո կվստահենք հանձնված է Աստուծո Ուրեմն այդ պատկերը այդ դոլարի միջոցը որ կործածվեցավ ինչի վկայելու վկայության թուր բանալու համար Հիմա գիտեք Սիրիայից եկած եմ մի ժամանակ մուսլիմանների մեջ կծառայեի շատ կուզեի այսպես մուսլիմաններուն հետաքրքիր հարցում հարցնել ինչու որպես ավետարանչության թուրը փասի
հաջախորդը կովս ու կար խանութը հանգարց կսեի դες կեզի հարցուրն ու բիտ հարցն է եգիս է հարցուրն կսեմ մուսլիման ես չեմ համդուլիլլահ պարկաստուզը կսեմ Qur'an գարտաս ոմանք ասվես լա հետը Սինագը վաս հարցում տունգա հարցում ես որ ես մուսլիման եմ արդյոք Qur'an գարտամ 190-ը ոչ կսեմ եգսեմ ինչու կսեմ գարտա եգսե գարտացի ետ ինչ հասա ուզած դերս գիտես ձեր Qur'անը Քրիստոսի մասին ինչ կսեմ արդեն փացվեցավ թուրը ոմանք կսեն այո գարտամ կսեմ գարտացածը կհասկանաս կսե ինչու Եկրված է որ ավետարանը լույսի չավ երկինք են դու հավատում ես ավետարանին ավետարանչության թուրը փասվեցավ տեսեք սիրելիներ շարժարիտը եւ բարթաբեդությունը շատ կարեւոր է ան ինչ որ մենք կուզենք անել մեր հավատքի կորձի մեջ եւ Հիսուս Քրիստոս սարտիգեի եկեղեցու ինչ կսե մերած եկեղեցին եւ հայտնություն հովանու 3:2 Գիտեմ քու կորձերդ որթուն անուն ունիս դե գենտանի ես բայց մերած ես Եվ հիմա խոսենք մի քանի րոպե եւ տեսնենք թե ինչպես եկեղեցիմը գմերնի Ուրեմն մերած եկեղեցի գա որտեղ Աստծո խոսքը գսե լավ ինչպես գմերնի Տեսեք թե ինչ կսե Բողոս Արաքյան Քաղատացիս 3:3 Այնչափ ամիտ եք հոգիով սկսակ ու հիմա մարմինով կվերջացնենք Շատ լավ սկսան բայց մարդոց ավանդությունը թրփադության թեման մեջը մտավ եւ իրենք սկսան շարունակել մարմինով Հոգիով քալողը Դեր Հիսուսին է որ գհաջեցնե Հոգիով սկսան ուրեմն հաջեցուր Հիսուս Քրիստոսը Հոգիով քալել կնշանակե քալել Սուրբ Հոգիի բդուղով Հոգիով քալել կնշանակե ներսի մարդուն մեջ մեղքին մեռնել Մենք իրանորյային սկսյալ շատ լավ սորված ենք եւ գսորվեցնենք Սուրբ Հոգիի բդուղը որոնք ինի սեր խնդություն խաղաղություն երկայնմտություն շատ լավ Բայց պետք է 25-րդ համարին ուշադրություն դարձնենք 22, 23, 24 համարները դուները քաղատացիս 5-ի մեջ հոգին բդուղն է Բայց 25-ը ինչ կսե Անոնք որոնք Քրիստոսին են իրենց մարմինները խաչը հանեցին փնական գիրքերով եւ ցանկություններով մեկտեղ Սուրբ Հոգին բդուղը ունեցող հավատացյալը իր մարմինը այսինքն մարմնի ցանկությունները կխաչե Այսինքն մահվան գտադաբարդ է մերած մեղքին գենտանի Քրիստոսին Սարտիգեի եկեղեցու մեջ Սուրբ Հոգին մարած էր որովհետև իրենց մեջ մեղքի կյանք կար Հոգևոր կյանք կար մեղքի կյանք կար Հոն ուր մեղքը փնագի հոն Սուրբ Հոգին չի փնագի Սակայն Քրիստոս կտեսնե եկեղեցու ընդհանուր պատկերը տեսեք ինչ կսե Եկեղեցին ընդհանուր մահացած էր Սակայն քանի մանցեր ունի Սարտիգեի մեջ, որոնք իրենց հանտերսները չաղդոդեցին եւ ջերմակներով պիտի բդդին ինձի հետ։ Մաքուր հագուստը նոր գդագարանին մեջ անմեղադրելի կյանքն է։ Կյանքը, որուն մեջ մեղք չկա։ Ինչու Հիսուս այս խոսքերը յետև իշարած է, որովհետեւ եկեղեցին գիտնա թե ինքը ինչպես մեռավ մեղքի մեջ ինանով իսկ անոնք որոնք իրենց հանտերսները չաղդոդեցին անմեղադրելի կյանքով անոնք կովասանքի արժանացան Եկեք Սարտիգեի եկեղեցին հիմա համեմատենք Քրիստոսի ուսուցումին ամփոփում եմ Քրիստոս ինչ կսե Մատթեոս 7:21-23-ը գարտա
Ոչ թե ով որ ինձի դեր գսե պիտի մտնե երկնքի թագավորությունը, հապա ան որ իմ երկնավոր հորս կամքը կգադարե։ Շատեր այն օրը ինձի պիտի ասեն, դեր, չէ որ քու անունովդ մարգարեություն ըրինք, եւ քու անունովդ թևեր հանեցինք, ու քու անունովդ շատ հրաշքներ ըրինք։ Այն ադեն հայտնաբես անոնց պիտի ասեմ, թե ես բնավ ցես չէի ճանչնար, մեկտի կացեք քովեստուկ, որ անօրենություն կգործեիք։ Հիմա այս մարդոց կյանքի մեջ կորզունեություն կա։ Հիսուսի անունը փերանին արած են։ Այս մարդոց կյանքի մեջ երևելի բարքերներ կա։ Եվ ոչ ոք չի դենում, ոչ ոք դեղյակ չէ, որ այս տեսակի մարդոց կյանքի մեջ անօրենություն կա։ Մեղք կար, թաքնված։ Ով կտեսներ Հիսուս Քրիստոս։ Եվ Քրիստոս այսպիսիներուն գսե թե ես ձեզ երբեք չէի ճանչնար։ Խոսքը ինչին է սիրելիներ, Քրիստոս մեր արդակինով չի խաբվիր։ Քրիստոս մեր արդակինով չէ հետաքրքրված։ Քրիստոսի հետաքրքրությունը մեր ներսի մարդն է։ Մեր վերաբերմունքն է մեղքին հանդեպ, մեր եսը, մեր ցանկությունները։ Քրիստոս այդ է որ գտեսնե։ Կրնաս խոսիլ, մենք շատ լսած ենք, հանդիպած ենք այն քայտաղությունները, որոնք աստվածաբանական ջեմարաններու եւ բանկերու մեջ եղած է։ Խոսքերը գլսես, գիյանաս, գործերը գտեսնես, գզարմանաս, կքայտաղիս, քիդությունը չես սիրելիներ, մաքուր հանդերձներով բդդիլ է։ Հիսուս իր սուրբ հոգիով գճանչնա այն ինչ որ գա մարդուն ներսիտին։ Հիսուս կտեսնե այն ինչ որ հավատացյալը անում է քաղաքնապար, որովհետև ինքը Աստուծո 7 հոգիները ունի։ Բայց որովհետև դու Հիսուսի անունը գգրես, Քրիստոս իր շնորհքով քեզի արիթ մուգուտա, որ դու մերած գործերեն արթնաս եւ ապաշխարես։ Դակավին սիրելիներ Քրիստոսի շնորհքը կորձում է եւ դերը որովհետեւ սիրում է մարդ արարածը նամանավանդ իր անունը գրողը Քրիստոս մեզ արթնացնում է որ մենք մեղքի կյանքեն հրաժարվենք ինչպես տեսեք ինչ կսե Քրիստոս հիմա միտքդ բեր թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր ու բահե եւ ապաշխարե բայց եթե արթնալու չլաս քողի վեսկու վրատ պիտի կամ ու փնա պիտի չգիտնաս թե որ ժամունքու վրատ պիտի կամ ոչ ոք չի գիտեր Քրիստոս երբ պիտի գա, ոչ ոք չի գիտեր իր կյանքը երբ պիտի ավարտի։ Որևէ մեկը քողին գալու ժամանակը չի մանար։ Շատ բարձ, բայց խորը ճշմարիտ օրինակ։ Հիսուս ինչ կսե։ Ինչպես ընդունեցիր։ Եկեք այսօր մի բա վերականգ ունենք, կրկնողություն ունենք։ Ինչպես էր քո ապաշխարությունը։ Ինչպես ապաշխարեցիր։ Ես իմ ապաշխարությունս կհիշեմ 1980 հոկտեմբերին մեջ էր քարոզի եղբայրը քարոզը տվավ սա ով որ գուզե ապաշխարեր թող ցերկ վերցնե ես մեմը 11 տարեկանից ապաշխարած էի սիդեր Հիսուս մեղքերսն շատ ամուճկոտ տղա էի սիդեր Հիսուս ես ցերկս չեմ վերցնել Պաստոն ինձ գոնտունիս։ Սիես մեղքերս խոստովան։ Միչև հիմա գիշեմ վայրը նստած դեղս կարուզիչը ամեն ինչ աչքիս արջերն է։ Բայց աչքս արցունք կար։ Իմ զղջումի արցունքս կար։ Հիսուս կսե միտքդ բեր ինչպես ապաշխարեցիր։ Ինչպես ընդունեցիր ու լսեցիր։ Ինչ լսեցիր Քրիստոսի մասին։ Ապաշխարութենդ առաջ, որ յետք ապաշխարությանդ աղոտ կրիր։ Ինչ լսեցիր Հիսուսի մասին։ Որն էր այդ խոսքը, որ Քրիստոս սրդի թվավ։ Այսօր նույնը դերը կհնչեցնե։ Կսե Եգուր որդյակս, ես քեզ գնեմ։ Ես քո մեղքերը քո երեսին չեմ խփում։ Ինձ չի հետաքրքրեր քո անցյալդ։ Արի, հաշտվիր ինձի հետ։ Հիսուս աս եկեղեցու ասում է. վերադարձիր քու վերստին ծնունդիդ։
զղջալ ու վերադառնալ Քրիստոսին։ Միայն Քրիստոսի հաճեցնել, մարդկային ավանդություններով, անուններով, մարդկային փիլիսոփայական խոսքերով, փաստաբանական խոսքերով մի հետաքրքրել։ Հիսուս ուզում է քու հոգիդ փրկությունը։ Եթե ընկած ես, ուզում է կանգնել, եթե մեռած ես, ուզում է այսօր նոր հարություն առնես, վերադառնալ Քրիստոսին, Քրիստոսը հաճեցուր եւ միայն Քրիստոսի վստահիր։ Երբեք մարդոց վրա համարում եւ վստահություն մի ունենար։ Մարդը կմնա մարդ, մարդը կմնա մեղանչական, մարդը կմնա քայթաղեցնող, բայց Քրիստոս կատարյալ է իր սրբությամբ, Քրիստոս կատարյալ է իր սիրով, հավատարիմ է իր խոստումներով եւ իր կատարած ուխտի մեջ։ Քրիստոս կյանք է եւ ուզում է, որ դու այսօր Քրիստոսի մեջ իր հետ կյանք ունենաս։ Բայլես զինքը երկրի վրա եւ իր հետ լաս հավիտենականությամբ։